Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում խաղային շաբաթը շարունակվում է եւ արդեն վերջին խաղային տոնը առաջինը միմյանց կմրցեն Լեռնային Արցախն ու Լացիոն։ Թիմերը արդեն խաղադաշտում են, եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին, սկսենք Լեռնային Արցախից։ Սերգեյ Ասրյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արսեն Հարությունյան համար 8, Կամո Մանգասարյան համար 9, Արսեն Սարգսյան համար 10, Տիգրան Համբարձումյան համար 15, Արսեն Հարությունյան համար 13, Միքայել Արաքելյան համար 22 եւ Նարեկ Դանելյան համար 25։ Ամեն ինչ պատրաստ է արդեն հանդիպան մեկտարկի համար կա մրցավարի Սուլիչու մեկտարկած է հանդիպումը ծանոթացնեմ նաեւ Լացիոյի կազմը։ Վահագն Հակոբյանը դարպասում է համար 1, Արման Եփրեմյան համար 3, Գրիգոր Մկրտչյան համար 4, Հայկաս Գեղամյան համար 5, Արադ Դանելյան համար 7, վտանգավոր հարված եք տեսնում ու հենց մեկ տարկում Լացիոն առաջի հասնում հաշվի մեջ 1-0։ Կարապետ Դիլարյանը բացում է հանդիպան հաշիվը ու 1-0 դարձնում այս դիմակայության հաշիվը հենց մեկտարկում այո շեղեց գնդակի ուղղությունը Դիլարյանը եւ գոլը գրանցվում է հենց նրա անվան դիմաց եկեք շահունակեմ ծանոթացնել Լացիոյի կազմը սկսեմ նորից Վահագն Հակոբյանը դարպասում է համար 1, Արման Եփրեմյան համար 3, Գրիգոր Մկրտչյան համար 4, Հայկաս Գեղամյան համար 5, Արադ Դանելյան համար 7, Սամվել Վարդանյան համար 8, Կարապետ Դիլարյան համար 10, Վահագն Բաղդասարյան համար 12, Կիմ Մինասյան համար 94 եւ Մանուկ Հարությունյան համար 99։ Շատ արագ մեկտարկային գոլ տեսանք այս խաղում ու հիմա արդեն տեսնենք ինչով կփորձի պատասխանել Լեռնային Արցախը մրցակցին։ Իսկապես շատ բարդ մեկտարկ տվեց այս հանդիպան համար Լացիոն մրցակցի համար իհարկե շատ բարդ է արդեն լինելու մնացած ժամանակահատվածում, բայց մենք Լեռնային Արցախի տեսել ենք նմանատիպ իրավիճակներում, ճիշտ է, հենց առաջին իսկ րոպեին բաց թողնել գնդակ բնականաբար հաճելի չէ, բայց իհարկե մրցակիցը Լացիոն է, ով Ինտեր Քափին նոր է միացել ու արդեն իր ելույթներով փորձում է անել հնարավորինս իր տեղը ապահովելու փլեյօֆ փուլում, ճիշտ է դեռ մրցաշարային աղյուսակում Լացիոն իր դիրքերը չի բարելավել, բայց պետք է իհարկե նմանատիպ հանդիպումների միջոցով փորձել այդ ամենն անել, քանի որ իհարկե հիշեցնեմ Լացիոն նոր է միացել Ինտեր Քափին եւ մեկնարկային 4 տուրը բաց է թողել ու հիմա արդեն աստիճանաբար պետք է փորձեն վերականգնել այդ բաց թողած հանդիպումները։ Հիմա հետ փոխանցում ենք տեսնում դեպի դարպասապահը, բայց կարողացավ այստեղ դարպասապահը գնդակ ուղարկել Դանելյանի ուղղությամբ, լավ պատկաղարկում այստեղ ստացվեց։ Տեսնենք այս գրոհը ինչ կտա հիմա Լեռնային Արցախին։ Մանգասարյան լավ փոխանցումը վտանգավորը Մանգասարյան ու 11 մետրանոց արված է նշանակում մրցավարը Լացիոյի դարպասի ուղղությամբ, այո կարող էր արդեն հարված կատարել Մանգասարյանը, բայց վաստակեց 11 մետրանոց արված, այո այստեղ կար խաղի կանոնների խախտում։ Բայց այնուամենայնիվ ապահովության համար մրցավարը կդիտի դրվագի կրկնապատկերը համոզվելու իր որոշման մեջ։ Կրկնապատկերը ու մնում է իր որոշման մեջ 11 մետրանոցը արձանագրված է Լացիոյի դարպասի ուղղությամբ ու հիմա Լեռնային Արցախը շատ մեծ հնարավորություն ունի հաշվի հավասարությունը վերականգնելու համար, բայց պետք է նախ իրացնել 11 մետրանոց հարվածը Նարեկ Դանելյանն է տեղադրում գնդակային իրացնելու համար, տեսնենք Դանելյանը դիպուկ կգտնվի թե դարպասապահ Հակոբյանը այնուամենայնիվ կկարողանա ետ մղել այս գնդակը։ Ամեն ինչ պատրաստ է արդեն 11 մետրանոցը իրականացնելու համար։ Ու տեսնենք Նարեկ Դանելյան թե Վահագն Հակոբյան։ Կա մրցավարի Սուլիչը, Դանելյան վտանգավոր է, Դանելյան ու չի ստացվում այստեղ գրավել Լացիոյի դարպասը, դարպասաձողին հարվածեց Նարեկ Դանելյան ու հաշիվը մնաց անփոփոխ, այո, այստեղ կարելի ասել գոլից փրկվեց Լացիոն հիմա ու արդեն Լեռնային Արցախը կփորձի մնացած խաղաժամանակահատվածում մոտենալ մրցակցի դարպասի ուղղությամբ։
շատ լավ հնարավորություն իսկապես հիմա կորցրեց Լեռնային Արցախը հաշվի հավասարությունը վերականգնելու համար, բայց իհարկե դա դեռ ոչինչ չի նշանակում 1-11 չիրացնելու մասն է իհարկե խոսքս, շանսեր այնուամենայնիվ միևնույնն է այս խաղում լինելու են, դրանում երկու կարծի լինել չի կարող, հիմա արդեն վերսկսվում է հանդիպումը ու Մինասյանը փորձում է սկսել խորքից, ուժեղ փոխանցում ենք տեսնում առաջ, այստեղ Բաղդասարյանն է պայքարում գնդակի համար ու մնաց գնդակով դեպի աջ կարողացավ փոխանցում կատարել Մկրտչյան ու բավական բարձր ուշեղությամբ ընթացավ Մկրտչյանի կատարած հարվածը Խաղարկում են գնդակի հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Եվս մեկ հարված եք տեսնում այստեղ Դիլարյանի կատարման բաց շեղությամբ ստացվեց Դիլարյանի հարվածը հիմա արդեն Լեռնային Արցախը փորձեց գրոյի անցնել չստացվեց Լացիոյի պատասխանն ենք տեսնում վտանգավոր է ու այստեղ անկյունային հարվածի հնարավորություն վաստակեց արդյոք Լացիոն թե ոչ այո մրցավարը նշանակել է այնուամենայնիվ անկյունային հարված ու տեսնենք արդեն այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Լացիոյին բավական ակտիվ են թիմերը մեկտարկել այս հանդիպումը փոխանցում ենք տեսնում բարձրից հարված այստեղ թույլ չտվեց կատարել Միքայել Արաքելյանը բայց եւս մեկ անկյունային կիրասի Լացիոն ու տեսնենք արդեն այս մի անկյունային ինչ կտա Լացիոյի ֆուտբոլիստերին Քիչած նաև կծանոթացնեմ մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակը, որտեղ պատկերը այլ ավելի հետաքրքիր է եւս մեկ փոխանցում ու հիմա էլ չի ստացվում լավ հարված կատարել Լեռնային Արցախի դարպասի ուղղությամբ։ Եվ ես հիշեցնեմ, որ այս պահին Լեռնային Արցախը այն երկու թիմերից մեկն է Վինտեր Քափի այս մրցաշրջանում, որ բոլոր հանդիպումներում հաղթանակ է տոնել եւ եթե այսօր չկարողանա հաղթել Լեռնային Արցախը, ապա այդ արդյունքին միայն կասենք, որ արժանացել է Յուվենտուսը քանի որ իր բոլոր հանդիպումներում տարել է միայն ու միայն հաղթանակ Լեռնային Արցախը նույնպես 5 հանդիպում է անցկացրել ու տարել նույնքան հաղթանակ Յուվեն 7 հանդիպում է անցկացրել տարել 7 հաղթանակ իհարկե Լեռնային Արցախը դեռ իր բարձ թողած հանդիպումները պետք է անցկացնի ու նոր կարող ենք ասել որ այդքանից հետո երկու թիմերը ունեն 100% արդյունք իսկ Ատլետիկո Երևանը, Վոտֆորդն ու Մանչեսթեր Սիթին այս երկու թիմերի հետ միասին դասվում են այն շարքին, ովքեր դեռ պարտություն չունեն Վինտեր Քափում, ինչի մասին է խոսքս, քանի որ այդ երեք թիմերը քիչ առաջ նշեցի 100% արդյունք նաև չունեն գրանցած իրենց արդյունքում, քանի որ պարտություն չեն կրել, բայց չեն էլ հաղթել բոլոր հանդիպումները, ոչ ոքի ունեն անցկացած այդ թիմերը մեկական անգամ, այդ իսկ պատճառով միայն ու միայն Լեռնային Արցախն ու Յուվենտուսն են արժանանում այս անվանմանը, որ ունեն 100% արդյունք այս պահի դրությամբ իրենց ակտիվում գլորում են գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները բարձից փոխանցում են հետևում դեպի Տուգանային հրապարակ, բայց Դանելյանը այստեղ կարողանում է հեռացնել գնդակը ու դա ստացվում է կարծես փոխանցում Դիլարյանի համար, բայց ոչ այստեղ Լեռնային Արցախի պաշտպան Տիգրան Համբարձումյանը շատ գրագետ վարվեց, հիմա խորքից փոխանցում ենք տեսնում ու անկյունային հարված հիմա Կիրասնի Արցախը շատ ակտիվ հանդիպում է իսկապես ընթանում հիմա խաղադաշտում ու տեսնենք, եթե կարողանան արագորեն հիմա պատասխան գնդակը հեղինակել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, ապա հանդիպան ինտրիգը էլ ավելի կմեծանա ու կհետաքրքրանա։ Փոխանցում ենք տեսնում ու այստեղ Արաքելյանի մոտ չստացվեց հարված կատարել հիմա Լացիոյի արագ պատասխանը տեսնենք խորքից փոխանցում դեպի ձախ եզր վտանգավոր գրոհի անցել Լացիոն եւս պետք փոխանցում ու հարված կլինի հիմա Լեռնային Արցախի դարպասից այո քանի որ վերջում գնդակը դիպավ Լացիոյի ֆուտբոլիստին ու հեռացավ դաշտի սահմաններից Համբարձումյան Մանգասարյան այստեղ կար այո խաղի կանոնների խախտում Մանգասարյանի դեմ պայքարում
Հիմա սուլեց մրցավարը, տեսնենք Մանգասարյանն ու Եփրեմյանը հայտնվել են խոտածածկին, հուսանք, որ ոչինչ լուրջ տեղի չունենա ֆուտբոլիստերին ու նրանք կարողանան շարունակել հանդիպումը, իհարկե դա առաջնայինն է։ Հետո իհարկե խաղի կանոնները այս դրվագում Եփրեմյանը խախտեց, քանի որ արդեն գնդակին առաջինը հասել էր Մանգասարյանը։ Ու հիմա արդեն Տուգանային չնշանակեց մրցավարը, բայց վիճաբանական դրվագից հետո գնդակը հանձնեց Լեռնային Արցախին կոպիտ սխալ դարպասապայի կողմից, բայց հետո կարողացավ իր սխալ ուղղել Սերգեյ Ասրյանը ու փակեց մրցակցի հարվածի ճանապարհը, հիմա խորքից սկսում է արդեն Արցախը գրոհել, բայց այստեղ էլ Արաքելյանը կորցեց գնդակը, հետո փորձեց խլել, չստացվեց, տեսնենք այս գրոհիչ կտա Լացիոյին, բայց այստեղ կարողացան չեզոք հասնել վտանգը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, Դանելյան լավն էր այս փոխանցումը Բաղդասարյանի ուղղությամբ, ևս մեկ փոխանցում դեպի Տուգանային հրապարակ ու հիմա էլ արդեն կարողանում են փակել Գրիգոր Մկրտչյանի հարվածի ճանապարհը, այստեղ կար այո խաղի կանոնների խախտում Դանելյանի կողմից։ Եվ հիմա ստանդարտ կիրասնի շատ վտանգավոր դիրքում Լացիոն։ Եվ տեսնենք այս ստանդարտի իշկտա Լացիոյին հեռար արված ենք տեսնում, բայց այստեղ շեղությամբ ընթացավ Լացիոյի ֆուտբոլիստի կատարած արվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հարված կլինի Լեռնային Արցախի դարպասից։ Նորից սխալվում է այստեղ դարպասապահ Ասրյանը, հիմա ինչ է կատարվում Լեռնային Արցախի պաշտպանությունում, իհարկե մեկը մեկ ու սխալներ, բայց Եփրեմյանի փոխանցումը այստեղ ուժեղ ստացվեց ու հարված կլինի հիմա Ասրյանի պաշտպանած դարպասից արագորեն խաղարկում է դարպասապահը գնդակը Արսեն Հարությունյանի հետ թողեց գնդակը Դանելյանին, Դանելյան լավն էր այս փոխանցումը դեպի Հարությունյանը, կրկին Դանելյանն է ստացել գնդակը խաղարկում են երկու դրվագում էլ Հարությունյանի հետ Դանելյանը գնդակը ստացավ նրանից պատասխան փոխանցում հիմա Երվից է պատրաստում կրակոցի այդպես էլ արեց, բայց ստացվեց այս դեպքում Նարեկ Դանելյանի հարվածը այնպես ինչպես իհարկե նա ծրագրել ու գնդակը շեղությամբ ընթացավ, խորքի սկսում է հիմա Լացիոն Սխալ պաշտպանությունից դուրս գալուց վտանգավոր գրոհի անցում Լեռնային Արցախը գուցե հիմա ստացվի, բայց ուշացրեց այս դրվագում Մանգասարյանը իր տրված հարվածային հնարավորությունը Հիմա կարելի է վերսկսել հանդիպումը, խորքից փոխանցում ենք տեսնում Դիլարյանը ավելացեց գնդակի ընթացքը, բայց այն բաժին հասավ Լեռնային Արցախի դարպասապահ Ասրյանին, ով շատ գրագետ փոխանցում կատարեց խաղանկերոջ ուղղությամբ Նարեկ Դանելյան Այստեղ թիկունքից լավ աշխատեց մրցակցի պաշտպանում, կարողացավ խլել գնդակը Դանելյանից Դանելյան, բայց նա հանջեց ու կարողացավ իր սխալը ուղղել Դանելյանը շատ լավն էր այս փոխանցումը այս գրոհին տեսնենք ինչ կանի Լեռնային Արցախը, բայց չհասավ գնդակին Մանգասարյանը ու դարպասապահ Հակոբյանը հեռացեց գնդակը Արաքելյան դեպի աջ է ուղարկում գնդակը, բայց հիմա նորից Լացիոն լավ պաշտպանվեց ու այս դրվագում էլ Արադ Դանելյանը խլեց գնդակը մրցակցից, բայց այս փոխանցումը ուժեղ է Դանելյանի համար ու գնդակը Ասրյանն է ուժեղ հարվածով ուղարկում առաջ, ինչ է կատարվում հիմա խաղադաշտում 1-1 ու սխալնել են թույլ տալիս թիմերի ֆուտբոլիստները, բայց գնդակը այստեղ դաշտի սահմաններում
Լացիոյի պաշտպանը կատարեց նույնիսկ փոխանցում ու այստեղ գնդակը բաժին ասավ Ասրյանին ով արագ նետում է խաղանկերոջ ուղությամբ Մանգասարյանն է հիմա էլ աջող խնդում կատարում ու շարժվում առաջ Կամո Մանգասարյան միայն է կորցրեց վճռել այստեղ դրվագի ելքը բայց կորցրեց քանի որ հայտնվեց երկու ֆուտբոլիստի շրջափակման մեջ ու եզից հիմա կնետի Լացիոն Արաքելյան հետ փոխանցում է կատարում դարպասապահ Ասրյանի ուղղությամբ ով շարժվում է առաջ գնդակով բայց այստեղ սխալվեց Լացիոն էլ փորձեց հեռար արվածով տվյալ դեպքում եթե չեմ սխալվում այո Արման Եփրեմյանն էր գրավել Լեռնային Արցախի դարպասը բայց շեղությամբ ընթացավ նրա կատարած արվածը հիմա նորից քիչ էր մնում սխալվեր այս դրվագում Ասրյանը բայց Արաքելյանը ուղեց դա Մանգասարյան լավ չկասեցեց այստեղ գնդակը ու գնդակով կրկին Եփրեմյանն է Արա Դանիելյան Մանգասարյանին բաժինացավ գնդակը կա փոխանցում հավասարեցնել է պետք հաշիվը բայց հիմա ինչպիսի դիրքից է վրիպում Լեռնային Արցախի արձակվողը Խաղարկում են գնդակը հիմա Լացիոյի ֆուտբոլիստները Խորքից եւս մեկ փոխանցում ենք տեսնում բայց այստեղ կրկին առաջինը Լեռնային Արցախի պաշտպաններն էին Լավն էր այս պատ խաղարկումը Բաղդասարյանը թույլ չտվեց որպեսզի գնդակը հասնի Արցախի ֆուտբոլիստին ու հետո էլ նրա կատարած փոխանցումը չհասավ դեպի Դիլարյանը բայց այստեղ չկարողացավ գնդակը կասեցնել Լեռնային Արցախի 11 համար ու հեռու թողեց իրենից գնդակը Բաղդասարյան լավ գործեց դաշտի միջին հատվածում Բաղդասարյանը բայց կար խաղի կանոնների խախտում հիմա նրա նկատմամբ ու ստանդարտ կիրացնի Լացիոն Բարսից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ ուժեղ ընթացավ գնդակի ընթացքը ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից Մանգասարյան լավ գործեց այստեղ Մանգասարյան ու շարժվում է առաջ արգելակեց հիմա դեպի Դանիելյանը փոխանցում կատարեց Դանիելյան Լավն էր այս փոխանցումը խաղանկերոջ ուղղությամբ վտանգավոր գրոհի անցել հիմա Լեռնային Արցախը տեսնենք ինչով կապված Մանգասարյանի հարվածը բայց Եփրեմյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու այստեղ փակեց հարվածի ճանապարհը Ասրյան տեսեք որտեղ է դարպասապահ Ասրյան ու լավն էր այս փոխանցումը դեպի Մանգասարյանը բայց վերջում կարողացավ Մինասյանը կանգնել գնդակի ճանապարհին Բաղդասարյան հիմա այս գրոհի տեսնեք ինչ կտա Լացիոյի Դանիելյանն է զարգացնում արագություն փոխանցում էլ կատարեց բայց գնդակը բաժին ասավ դարպասապահ Սերգեյ Ասրյանին ով նետում է կատարում խաղանկերոջ ուղղությամբ ու շարժվում է առաջ Լացիոյի դարպասի ուղղությամբ հիմա շատ մեծ վտանգ է ներկայացնում Մանգասարյանը եթե հասներ այս գնդակին ինչ փոխանցում կատարեց նրան Տիգրան Համբարձումյանը բայց եզրափակիչ հարվածը չստացվեց Դանիելյան թողեց այստեղ գնդակը Արաքելյանին ու այդ փոխանցում դեպի Սերգեյ Ասրյանը վերջինս էլ ուղարկում է այն դեպի Աչեզեր բայց Բաղդասարյանը այստեղ կարողացավ խլում կատարել ու շարժվում է առաջ փոխանցում ու հիմա Ասրյանը կանգնում է Բաղդասարյանի փոխանցման ճանապարհին Արաքելյան դեպի աջ ուղարկեց գնդակը ստացավ պատասխան փոխանցում Դանիելյանը խաղանկերոջից Դանիելյան լավ ազատվեց մեկ մրցակցից երկրորդից նույնպես Դանիելյան լավն էր փոխանցումը Դանիելյանի վտանգավոր է Մանգասարյան
Կրունկով փոխանցում ու այստեղ թույլ չտվեցին Արաքելյանին արդեն հարված կատարել, բավական վտանգավոր են իսկապես հիմա խաղադաշտում այս րոպեներին ստացվում երկու թիմերի հակագրոնները, հիմա էլ Դանելյանը կանգնեց Դիլարյանի փոխանցման ճանապարհին ու շարժվում է առաջ, Նարեկ Դանելյան, բայց Արադ Դանելյանը այստեղ հաջող գործ է ձեռնացնելով գնդակը, ինչ է կատարվում հիմա իսկապես խաղադաշտում, արդեն բավական խաղաժամանակ անցել է Առաջի կեսից արդեն խաղակեսը մոտենում է ավարտին ու հիմա երկու թիմերն էլ իհարկե ունեն լուծելու խնդիր, նախ պետք է Լեռնային Արցախը մտածի ինչպես հավասարեցնել մինչև ընդմիջման գնալը հաշիվը, Լացիոն էլ բնականաբար համաձայն չէ այդ մտքետ ու փորձում է պահել իր առաջին րոպեին ձեռք բերած առավելությունը, տեսնենք թիմերից որ մեկին եւ ինչպես բախտը կուղորթի, խորքից են սկսում հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, Ասրյան Եվս մեկ շատ հաջող փոխանցում ու հիմա արդեն կարելի է ասել, որ իսկապես Լացիոյին փրկում է դարպասապահ Վահագն Հակոբյանը, Դիլարյան հիմա շատ արագ անետվում է առաջ, Լացիոն Դիլարյանը ինչ հարված ենք տեսնում ու այստեղ գերազանց գործեց դարպասապահ Ասրյանը, վերջի պահին ասավ գնդակին ու հեռացեց այն ինչ շքեղ գոլ կտեսնենք իսկապես Դիլարյանի կատարմամբ, եթե գնդակը հայտնվեր դարպասում, բայց ծափահարություններ այստեղ Լեռնային Արցախի դարպասապահ Սերգեյ Ասրյանին այս ֆանտաստիկ ցածկի ու սեյվի համար։ Եվս մեկ փոխանցում Ասրյանին է բաժինացնում գնդակը, ով այստեղ արդեն սխալվեց։ Բայց կար խաղի կանոնների խախտում դարպասապահ Ասրյանի դեմ պայքարում, այո, Դանելյանի կողմից ու հիմա ոչ թե եզրային հետում, այլ ստանդարտ պետք է լինի։ Լեռնային Արցախի դարպասից Ասենյան կա փոխանցումը դեպի Մանգասարյանը Լանդել Մանգասարյանի փոխանցումը վտանգավոր է, բայց այստեղ էլ ուժեղ ստացվեց Լեռնային Արցախի ֆուտբոլիստի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Խաղարկում են գնդակը Լացիոյի ֆուտբոլիստները Խորքից փոխանցում դեպի Դանելյանը, լավն է Դանելյանի փոխանցումը, բայց Դիլարյանի մոտ այստեղ չստացվեց չեղել գնդակի ուղղությունը Ասրյան ուժեղ փոխանցում առաջ, բայց այստեղ երկրորդ հարգում լավ գործեցին Լացիոյի ֆուտբոլիստները, Դանելյանն էլ փորձեց պահել գնդակը դաշտի սահմաններում, բայց իրենից հեռու թողեց ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից, հարված կլինի Լեռնային Արցախի դարպասից խաղակեսի վերջին րոպեին ենք ականատես լինում իհարկե ու տեսնենք այս վերջին րոպեն ինչ կտա թիմերին Կորցրին գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները վտանգավոր գրոհի անցել Լացիոն Բաղդասարյան հարված ու փակվեց հիմա Բաղդասարյանի հարվածի ճանապարհը կտեսնենք եզրային նետում Դանելյան Այս կորցրեց այստեղ Դանելյանը գնդակ ու եզից պետք է նետի Լեռնային Արցախը Պետք է շտապել Լեռնային Արցախի ֆուտբոլիստերի տեսանկյունից իհարկե մեկ երկու նույնիսկ գրոհ եթե թույլ տա մրցավարը ապա հնարավոր է դա ռեալիզացնելու հաշվի հավասարությունը վերականգնել առաջի կեսում քանի որ Արցախը այդ թիմերից է այս առաջությունում Դանելյան շատ արագ խաղարկեց ստանդարտը ու հաշվի հավասար է 1-1 Մեկ-մեկ կամում Մանգասարյանը հավասարեցնում է հանդիպան հաշիվ ու արդեն
Լեռնային Արցախը կարելի է ասել իր առջև դրված գլխավոր խնդիրը կարողացավ կատարել առաջի խաղակեսի մասով իհարկե հաշվի հավասարությունը վերականգնեց Բաղդասարյան հիմա շարժվում է առաջ Բաղդասարյանը լավն էր այս անցում ու խաղի կանոնների խախտում այստեղ այո ու արդեն տեսնենք այս ստանդարտը հիմա ինչ կտա Լացիոյի ֆուտբոլիստերին Բաղդասարյանն է տեղադրել գնդակը մրցավարը հիմա հաշվում է պատի հեռավորությունը ու տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Լացիոյին կամարցավարի Սուլիչը Բաղդասարյան հարված ու Ասրյանը կարողացավ հեռացնել գնդակը եւ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 1-1 հաշվով կարճատև դադարավորից հետո կվերադառնանք Սիրելի ֆուտբոլիստները մեկ տարկում է Լեռնային Արցախն դեմ Լացիոյի հանդիպման երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո ունեն խփված երկու գնդակ թիմերը մեկական անգամ փոխանակվեց միմյանց դարպասը գրավելով նախ հիշեցնեմ հանդիպման մեկ տարկում Դիլարյանը բացեց Լացիոյի կազմում հանդիպման հաշիվը հետո խաղակեսի վերջամասում Մանգասարյանը հավասարեցեց հաշվի վերական հավասարեցեց հաշիվը ապա հիմա էլ արդեն Արադ Դանելյանը շատ լավ հնարավորություն կորցրեց ու հիմա արդեն Լեռնային Արցախը սկսում է խորքից եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք մրցող թիմերի մեկտարկային կազմերին ինչը այստեղ Մանգասարյանն է պայքարում գնդակի համար բայց Մինասյանը հաստրեց խլել նրանից գնդակը կատարեց փոխանցում այստեղ էլ գնդակի ճանապարհին կանգնեց Ալեն Սարգսյանը բայց Լացիոն այնուամենայնիվ անցնում է գրոյի դեպի Դանելյանն է ուղղված այս փոխանցում ու կարողացավ հեռացնել Արսեն Հարությունյանը գնդակը եզից կնետի հիմա Լեռնային Արցախը Ոչ, մրցավարը նշանակել է եզրային նետում Յոկուտ Լացիոյի ու տեսնենք եկեք ծանոթանանք եւս մեկ անգամ մրցող թիմերի մեկտարկային կազմերին սկսենք Լեռնային Արցախից Սերգեյ Ասրյանը պաշտպանում է դարպասը համար 1 Արսեն Հարությունյան համար 8 Կամո Մանգասարյան համար 9 տեսնենք այս գրոհի կտա Լեռնային Արցախին կար խախտում Դանելյանի դեմ պայքարում ու շատ վտանգավոր դիրքում հիմա ստանում են ստանդարտի հնարավորություն Լեռնային Արցախի ֆուտբոլիստները շարունակեմ ծանոթացնել Լեռնային Արցախի կազմը Արսեն Սարգսյան համար 10, Ալեն Սարգսյան համար 11, Արսեն Հարությունյան համար 13, Տիգրան Համբարձումյան համար 15, Միքայել Առաքելյան համար 22 եւ Նարեկ Դանելյան համար 25։ Լացիոյի դարպասը պաշտպանում է Վահագն Հակոբյանը համար 1, Արման Եփրեմյան համար 3, Գրիգոր Մկրտչյան համար 4, Հայկազ Գեգամյան համար 5, Արադ Դանելյան համար 7, Սամվել Վարդանյան համար 8, Կարապետ Դիլարյան համար 10, Վահագն Բաղդասարյան համար 12, Կիմ Մինասյան համար 94 եւ Մանուկ Հարությունյան համար 99։ Տեսնենք այս ստանդարտը հիմա ինչ կտա Լեռնային Արցախին դարպասապահ Ասրյանն է եկել այս ստանդարտը իրացնելու կա մրցավարի Սուլիչ ու տեսնենք Սերգեյ Ասրյան հարված ու պատկազմած ֆուտբոլիստները իրենց վրա ընդունեցին գնդակը հիմա էլ չանցավ Ասրյանի փոխանցումը դեպի խաղանկերը բայց կարողացավ այս բարդ իրավիճակում խլում կատարել մրցակցից Տիգրան Համբարձումյանը կրկին գնդակով Համբարձումյանն է փոխանցում ու եզից կնետի Լեռնային Արցախը Հարությունյան հետ փոխանցում դեպի Ասրյանը եւ վերջինս էլ ուժեղ փոխանցում է կատարում առաջ դուրս չեկել գնդակը դաշտի սահմաններից Մանգասարյան ուղարկում է գնդակը Համբարձումյանին վտանգավոր է տեսնենք այս գրոհ ինչի կվերացի Լեռնային Արցախը բայց Բաղդասարյանը կարողացավ հեռացնել գնդակը Ասրյանն էլ շատ գրագետ այստեղ վարվեց ու դեպի աջ է ուղարկում գնդակը Ալեն Սարգսյան շատ լավ նկատեց Սարգսյանը Մանգասարյանին բայց մի փոքր ուժեղ էր այս փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կլինի հիմա արդեն Վահագն Հակոբյանի պաշտպանած դարպասից արագորեն խաղարկում են գնդակը Լացիոյի ֆուտբոլիստերը Մկրտչյան դեպի աջ ուղարկեց գնդակը
Եվս պետ փոխանցում Դիլարյան վտանգավոր է Դիլարյան Դանելյան ու հարվածում է Դանելյան ինքը որոշեց եզրափակել իհարկե կար նաև Դիլարյանի փոխանցում կատարելու տարբերակը բայց Դանելյանը որոշեց ինքն էլ եզրափակել ու այս դրվագում Դանելյանի հարվածը չստացվեց հիմա դատարկ է արդեն Լեռնային Արցախի դարպասը բայց իհարկե հասցնում են այստեղ պաշտպանները փոխարինել դարպասապայի բացակայությունը այս վարկյաններին իհարկե ու թույլ չտվեցին հարված հետևադարպասի ուղղությամբ, հիմա էլ գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում Լեռնային Արցախի կատարմամբ Դանելյան հետ փոխանցում դեպի Ասրյանը ու Ասրյանը խաղարկում է պաշտպանի հետ գնդակը հիմա արդեն սխալվեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալուց բայց հետո ուղեցին իրենց սխալը հետո նորից սխալ Բաղդասարյան Դիլարյան հիմա գուցե ստացվի Դիլարյան ինչու հիմա էլ Դիլարյանը փոխանցում չկատարեց ու ինչ է այստեղ դիպել է գնդակը Արաքելյանի ձեռքին թե ոչ հիմա Սուլել է մրցավարը, տեսնենք ինչ որոշում կկայացնի Հիմա տեսնենք ինչ է պատահել Դանելյանին, որից հետո կհասկանանք ինչ որոշում է կայացել մրցավարը, իհարկե հուսանք, որ Դանելյանի հետ ոչինչ չի պատահի ու նա կարողանա շարունակել հանդիպումը շատ կարևոր ու առանցքային ֆուտբոլիստ է Արա Դանելյանի իր թիմի կազմում ու իհարկե եթե նա չկարողանա շարունակել այս հանդիպումը նրա բացակայությունը խաղադաշտում իր տեղը զգացնել կտա, բայց հիմա կարծես այո կանգնեց ոտքի Դանելյանը չեմ կարող ասել շարունակում է հանդիպումը թե փոխարինվում ոչ ամենայն դեպս այս րոպեներին կփոխարինվի բայց հուսանք որ այս հանդիպման ընթացքում դեռ նրան մենք խաղադաշտում կտեսնենք Եվ տեսնենք այս ստանդարտը ինչ կտա հիմա Լացիոյին Դիլարյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը Դիլարյան հարված ու Ասրյանը կարողացավ այստեղ հեռացնել գնդակը կտեսնենք անկյունային հարված Լացիոյի կատարմամբ Բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հարվածել նույնիսկ տեսանք, բայց Ասրյանը կրկին տեղում էր ու կարողացավ վերցնել գնդակի իսկ այս փոխանցումը բառից բուն իմաստով ուժեղ ստացվեց Մանկ Ասրյանի համար ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Մկրտչյան Դիլարյանն է ուղարկում գնդակը Մկրտչյանը ստանում նրանից պատասխան փոխանցումը ու դեպի կենտրոն ուղարկեց Բաղդասարյան հետ փոխանցում դեպի Մինասյանը ու գրով տեղափոխում են աջ եզր Լացիոյի ֆուտբոլիստները, որտեղ Հայկազ Գեղամյանն է, Բաղդասարյան տեսնենք ինչ որոշում կայացնի Բաղդասարյանը լավ նկատեց այստեղ Մկրտչյանին, Մկրտչյան գուցե հերվից փորձի, բայց դա թույլ չտվեցին Մկրտչյանի մոտ ու հիմա Լեռնային Արցախի պատասխանն ենք տեսնում, բայց ուժեղ ստացվեց այստեղ Համբարձումյանի կատարած փոխանցումը Բաղդասարյանն է շարժվում առաջ, լավներ փոխանցումը Դանելյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու մի անգամից հարված հետևեց Սերգեյ Ասրյանի դարպասի ուղղությամբ, բայց Ասրյանը լավ գործեց Դանելյան շարժվում է առաջ Դանելյանը բայց այստեղ երկու մրցակից դիմավորեցին Դանելյանին ու ստիպված եղավ կորցնել գնդակը Մինասյանն է հիմա էլ հեռացնում Դանելյանը հետ փոխանցում ու սկսում են խորքից Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Համբարձումյան
դեպի Աշիեզեր, բայց այստեղ Մինասյանը առաջինը արձագանքեց գնդակին ու շարժվում է առաջ, թողեց հիմա գնդակը Մկրտչյանին, լավն էր Մկրտչյանի փոխանցումը, բայց Դիլարյանը այստեղ չէր հասնի այս գնդակին, քանի որ մի փոքր ուժեղ ստացվեց այն Դիլարյանի համար։ Հիմա էլ Մկրտչյանը կրկին առաջ է շարժվում, ինչու փոխանցում չհետևեց հիմա դեպի Դիլարյանը, ինչ հնարավորություններ է իսկապես հիմա Լացիոն կորցնում խաղադաշտում եւ դրա համար իհարկե կարող է Լեռնային Արցախը չներել մրցակցին, քանի որ այսքան շանս ունենալ Լեռնային Արցախի դեմ խաղում ու չօգտագործել հետագայում իհարկե կարող է լուրջ խնդիրների արժև կանգնեցնել։ Հիմա Առաքելյանը իր գլխավերևում տեսավ դեղին քարտ, առաջին այս խաղում իհարկե շատ կոպիտ խաղի կանոնները խախտեց Մկրտչյանի դեմ պայքարում ու տեսնենք այս ստանդարտը ինչ կտա հիմա Լացիոյի ֆուտբոլիստներին։ Դիլարյանն ու Մկրտչյանն են գնդակի մոտ, տեսնենք ով հարված կկատարի, երկուսն էլ իհարկե պատրաստ են ու փորձում են խաղարկում են, այստեղ Մկրտչյանն է հարվածում, բայց բարձր է ստացում այս դրվագում։ Գրիգոր Մկրտչյանի կատարած հարվածը ու գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Հիմա քիչ էր մնում սխալվեր արդեն Լեռնային Արցախը, բայց շատ լավ դուրս եկան պաշտպանությունից ու շարժվում են առաջ, հիմա հեռացեց Լացիոյի ֆուտբոլիստը գնդակը, բայց այն կրկին հայտնվել է Դանելյանի մոտ ու հետ փոխանցում ենք տեսնում դեպի դարպասապահ Ասրյանը, շարժվում են վերջինս էլ առաջ գնդակով, շատ վստահ է իսկապես այսօր դարպասում տեղ զբաղեցել Ասրյանը, հիմա Մինասյանը հեռացեց գնդակը ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս, կտեսնենք եզրային նետում։ Եվ ասպեք խորքից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ գնդակը բաժին հասավ դարպասապահ Հակոբյանին։ Դիլարյան պահեց գնդակը Դիլարյանը դաշտի սահմաններում։ Հետո էլ Դանելյանը վաստակեց եզրային նետման հնարավորություն Լեռնային Արցախի համար։ Խաղարկում են գնդակը հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Ամբարձումյանն է գնդակով, շարժվում է առաջ, բայց այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը, Դիլարյան գեղեցիկ էր, բայց չի հասնի Բաղդասարյանը անկասկած այս գնդակին, քանի որ Ասրյանը դուրս եկավ դարպասից ու հեռացեց, հետո էլ գնդակը Լացիոյի ֆուտբոլիստից դուրս եկավ դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում Լեռնային Արցախի կատարմամբ։ Ասրյան լավն էր այս փոխանցումը դեպի առաջ, գեղեցիկ գործեց այստեղ Մանգասարյանը, գնդակը մնաց Սարգսյանի մոտ, այստեղ չկար արդյոք խաղի կանոնների խախտում, չստուլեց ամենայն դեպս մրցավարը, հեռար արված այդ տեսնում ու քիչ էր մնում իսկապես հիմա հայտնվեր գնդակը դարպասում Արսեն Արությունյանի կատարած հարվածից հետո, բայց դարպասապահ Հակոբյանը իր դիրքը հաշվի էր առել, նույնիսկ նկատել էր գնդակի ուղղությունը, այդից պատճառով չցատկեց այդ ուղղությամբ, Եփրեմյանն է շարժվում առաջ, Դանելյան այստեղ առաջին արձագանքեց գնդակին։ Տեսնեք այս գրոհով, բայց հիմա Ամբարձումյանի կատարած հարվածը շեղությամբ ստացվում, լավ հնարավորություններ իսկապես հիմա կորցնում են թիմերը խաղադաշտում։ Եփրեմյան
Լավն էր այս փոխանցումը, բայց Դանելյանը այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին ու շարժվում է առաջ, դեպի աջ։ Կրկին Դանելյան։ Լավն էր այս խաղարկումը, բայց կարողացան մի ամուր կերպով Լացիոյի պաշտպանները հեռացնել գնդակը, այն բաժին հասավ Արաքելյանին։ Խորքից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ էլ Լացիոյի պաշտպանները առաջինը Դանելյան այստեղ ռիսկի դիմեց, բայց արդարացված էր նրա ռիսկը, չէր նկատել իհարկե այստեղ թիկունքից մոտեցող մրցակցի արձակողի տվյալ դեպքում Կարապետ Դիլարյանին, բայց գնդակը բաժին ասավ դարպասապահ Սերգեյ Ասրյանին։ Այստեղ էլ փակվեց հիմա գնդակի ճանապարհը Հայկազ Գեղամյանի կողմից ու Դանելյանն է շարժվում առաջ, Բաղդասարյան դեպի աջ ուղարկեց գնդակը, այստեղ չանցավ փոխանցումը արդեն Արսեն Հարությունյանից ու եզրից կնետի Լացիոն։ Եփրեմյան Մնաց գնդակով Եփրեմյանը գտավ կենտրոնում Բաղդասարյանին Բաղդասարյան հարված ու հիմա Ասրյանը ինչ սեյվ է կատարում իհարկե շատ լավ հարված տեսանք մենք իսկապես Բաղդասարյանի կատարման, բայց Սերգեյ Ասրյանը տեղում էր հիմա շտապեց հեռացնելով գնդակը ու այն բաժին ասավ նորից Լացիոյի ֆուտբոլիստների մոտ Եփրեմյան Լավն է այս խաղարկումը Մինասյանի հետ ուղարկում է գնդակը Դանելյանին, վերջինս է շարժվում է առաջ ձախ եզրով Հարա Դանելյան Դանելյան հեռու թողեց մի փոքր գնդակի իրենից, բայց առայժմ գնդակով է ացումը չստացվեց այստեղ Դանելյանից, հետո վերադարձավ ու կրկին խլեց գնդակը մրցակցից, հետո նորից կորցրեց ու հիմա տեսնենք Լեռնային Արցախի արագ պատասխանը 3-3-ի դիմաց Մանգասարյանն է շարժվում առաջ գնդակով Մանգասարյան Դանելյան հարված ու հիմա մի փոքր բարձր է ստացում Դանելյանի հարված ու հիմա տեսնենք ինչ է պատահել Սուլեց մրցավարը նախ առաջին հերթին հասկանանք ինչ է պատահել Եփրեմյանին Խորքից փոխանցում ենք տեսնում առաջ, ամեն ինչ կարգին է Բաղդասարյան Լավն էր Բաղդասարյանի այս փոխանցումը Գեղամյան Բայց այստեղ չանցավ Գեղամյանի կատարած փոխանցումը Ու հիմա շարժվում է առաջ Լեռնային Արցախը, բայց արգելակեց մի պաս Սարգսյանը, հիմա կան տարբերակներ ուշ տկատեց Արաքելյանի առաջ խաղացում ու Դանելյանն է շարժվում առաջ ձախ եզրով զարգացնելով արագություն, Արա Դանելյան գուցե հիմա մի բան ստացվի Արա Դանելյանի մոտ կար խախտում, բայց Դիլարյանը հետո հարվածեց դարպասին ու բարձր ստացվեց Դիլարյանի հարվածի ճանապարհը Այո, բաց էր Դիլարյանի առջև տարածությունը, բայց հարված այստեղ լավ չստացվեց ու բարձր ընթացավ հիմա Լեռնային Արցախը կրկին շարժվում է առաջ, այո չնշել այսօր Լեռնային Արցախի կազմում թիմի գլխավոր առաջատարներից մեկի Արսեն Սարգսյանի բացակայությունը չենք կարող թիմի առանցքային ու կենտրոնական արձակվողի ով իհարկե ներկայությամբ լրիվ այլ ֆուտբոլ է ցուցադրում խաղադաշտում թե ինքը թե իր թիմը, բայց այսօր ինչ-ինչ պատճառներով Սարգսյանը ներկա չի այս հանդիպման ու չի կարողանում օգնել իր թիմին այս կարևոր ու պատասխանատու պայն իհարկե ամեն ինչ անում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, որ իրենց խաղընկերոջ բացակայությունը զգացնել չտա խաղադաշտում, բայց հարձակման կրակագծում իհարկե Սարգսյանի բացակայությունը մշտապես երևում է եւ դա ակնհայտ է։ Հիմա տեսնենք այս գրոհը Լացիոյի բայց չկար ոչ ոք որպեսզի արձագանքեր այս փոխանցմանը Ասրյան լավ փոխանցում կատարեց խաղընկերոջ ուղղությամբ Սարգսյանն այստեղ շարժվում առաջ գնդակով
բայց գնդակը չհասավ Դանելյանին, մի այլ Կարապետ Դիլարյանն է թողնում այն Արադ Դանելյանին։ Ու այդ փոխանցում Եփրեմյանի ուղղությամբ։ Դեպի աջ։ Վարդանյանն է այստեղ, բայց Վարդանյանի փոխանցումը մի անգամից չհասավ Դանելյանին, հիմա լավ գործեց Դանելյանը ու հեռու թողեց իրենից գնդակը հետո խլեց Արադ Դանելյան ու չհայտվեց հիմա գնդակը դարպասում, ինչ լավ հնարավորություն կորցրեց հիմա։ Լացիոն իսկապես շատ լավ հնարավորություն ունեին, բայց գրավել այս դեպքում մրցակցի դարպասը չստացվեց։ Մանգասարյան, բայց գնդակը Եփրեմյանը պայեց դաշտի սահմաններում ու շատ լավ փոխանցում դեպի Դիլարյանը, կան խաղընկերների տարբերակը Դիլարյան կատարեց փոխանցում, Մկրտչյան արված ու Լացիոն նորից առաջ է հասնում հաշվի մեջ 2-1։ Գրիգոր Մկրտչյան 2-1 շատ կարևոր ու պատասխանատու պահի Մկրտչյանը չվրիպեց ու հիմա արդեն Լեռնային Արցախը կնետվի առաջի արկե եւս մեկ անգամ այս խաղում հաշվի հավասարությունը առնվազն վերականգնելու համար Դանելյան չանցավ այստեղ Դանելյանի փոխանցում ու հեռացեցին գնդակը Լացիոյի ֆուտբոլիստները։ Հիմա նորից Մկրտչյանը գնդակով կա Դիլարյանը չկատարեց այստեղ Մկրտչյանը փոխանցում։ Հիմա Մկրտչյանը կրկին խլեց գնդակը մրցակցից ու Դիլարյանն է ստանում շատ վտանգավոր գոտում գնդակը Դիլարյան, բայց փակվեց Դիլարյանի հարվածի ճանապարհը, հետո մնաց գնդակով ու ստիպված հետ ուղարկեց այն Եփրեմյանի ուղղությամբ։ Վերջինս էլ կրոս դեպի մրցակցի Տուգոնային հրապարակ Դանելյան այստեղ մի փոքր շտապեց Բաղդասարյանի հարվածն էլ չստացվեց Արաքելյանն հաջող չհեռացեց, բայց գնդակը մնաց Լեռնային Արցախի մոտ, հիմա էլ փայլուն սահանգում կատարեց Լացիոյի 8 համար Սամվել Վարդանյանը, գնդակը Ասրյանի ձեռքերում է, ինչ լարված հանդիպում է ընթանում վերջնամասում, ուժեղ փոխանցում դեպի առաջ Դանելյանը իհարկե հասավ այս գնդակին ու հարված կլինի հիմա Լացիոյի դարպասից, հենց Դանելյանից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Բաղդասարյան ստացվեց անցում, 3-2-ի դիմաց շտապեց այստեղ Բաղդասարյանը անկասկած։ Արաքելյան ուղարկում է առաջ, Դիլարյանն է փակում հիմա էլ գնդակի ճանապարհը ու շարժվում է առաջ ձախ եզրով Դիլարյանը, ինքն էլ հարվածում է ու բարձր է ստացվում Դիլարյանի հարվածը։ Վերջին գրոններից մեկն է հիմա փորձում սկսել Լեռնային Արցախը, իհարկե շատ ծանր հանդիպում ընթացավ երկու թիմերի համար էլ առայժմ մեկ գնդակ իհարկե ոչինչ չի որոշի, բայց հիմա այս գրոհը տեսնենք Լացիոյի Դանելյան փոխանցում, սա ավելի շատ հարված էր ոչ թե փոխանցում, բայց թույլ ընթացավ հարվածը Դանելյանի կատարած։ Հիմա Լեռնային Արցախն է փորձում սկսել եւս մեկ հերթական գրոհին, կար այստեղ խաղի կանոնների խախտում Լեռնային Արցախի ֆուտբոլիստի դեմ պայքարում։ Ինչը պետք է նորից խաղարկեն գնդակի Արցախի ֆուտբոլիստները։ Մանգասարյան գեղեցիկ էր, Մանգասարյան, սա խաղի կանոնների խախտում էր ու աստիճանաբար մոտենում է Լեռնային Արցախը մրցակցի դարպասին, տեսնենք այս ստանդարտը հիմա ինչ կտա Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին։ Կա մրցավարի Սուլիչը,
Մանգասարյան հարված ու աշիվը հավասար է 2-2 Շատ վստահ իրացեց այս տուգանային հարվածը Մանգասարյանը ու գրավեց մրցակցի դարպասը Մանգասարյանը դուբլ է գրանցում իր անվան դիմաց այս խաղում ու երկրորդ անգամ վերականգնում հաշվի հավասարությունը իհարկե հիմա արդեն վերջին 1.5 րոպեներն են մնացել հանդիպան ավարտին տեսնենք թիմերից որ մեկ այդ վճռական գրոհ իրականացնի ու հաշվի առավելությունը կշրջի իր կողմը Դանելյան լավ դուրս եկավ պաշտպանությունից լավ փոխանցում էր բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը Խաղընկերոջ համար ու հարված կլինի Սերգեյ Ասլյանի պաշտպանած դարպասից Խաղարկում են գնդակը դարպասապանն ու պաշտպանը իրար հետ բայց այստեղ Մանգասարյանի փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց Դանելյան հետ փոխանցում դեպի Եփրեմյանը Նորից Դանելյանն է գնդակով Լավ փոխանցում կատարեց Բաղդասարյանի ուղղությամբ, այս փոխանցումն է լավն էր ու հիմա կարող էր իսկապես Լացիոն երրորդ անգամ առաջ անցնել հաշվի մեջ, բայց չօգտվեցին իրենց ընձեռնված հնարավորությունից ու հիմա Լեռնային Արցախն է նետվում առաջ Դանելյան, բայց հասցրեցին հեռացնել Դանելյանի ոտքի տակից գնդակը Մկրտչյանի փոխանցումն էլ անհաջող ստացեց ու Մանգասարյանը տեսեք որտեղ է հիմա խորքից փորձում է սկսել Լեռնային Արցախի եւս մեկ գրոսախաղի կանոնների խախտում էր անկասկած Հիմա տեսնենք ինչ է պատել Մանգասարյանին, իհարկե շատ ծանր արված ստացավ ոտքին, բայց կարողանա այնուամենայնիվ շարունակել այս հանդիպումը, այո, հարկադրաբար, իհարկե չունի փոփոխության հնարավորություն Լեռնային Արցախը ու տեսնենք այս ստանդարտը ինչ կտա հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին հեռու է տարածությունը Դանելյանն է պատրաստում կարծես թե հարվածը իրականացնելուն կա մրցավարի սուլիչը Նարեկ Դանելյան հեռար է տարածությունը Դանելյան հարված պատկազմած ֆուտբոլիստերը իրենց վրա ընդունեցին գնդակը Բաղդասարյանն էլ այն պայես դաշտի սահմաններում ու շարժվում է առաջ Բաղդասարյան ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է մարտական ոչ ոքի 2-2 գրանցված խաղադաշտում ծափարություններ երկու թիմերին էլ թիմերը բաժանվեցին խաղաղությամբ մեզ մոտ կարճատև դադար է որից հետո կրկին կվերադառնանք միասին դիտելու խաղային շաբաթվա վերջին հանդիպումը